Հայաստանի զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը զինվորի տուն վերականգնողական կենտրոնում ոչ միայն տոն էր, այլև հիշեցում ուժի դիմացկունության ու արժանապատվության մասին։ Հունվարի 28-ին կենտրոն այցելեց Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ։ Վարչապետին զինվորի տան գործունեությունը ներկայացրին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Այցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նորաբաց կյանքի սենյակ սոցիալ-կենցաղային վերականգնման ծառայությանը, որտեղ բուժումը դուրս է գալիս բժշկական սենյակների սահմաններից եւ շարունակվում առօրյայի ամենապարզ, բայց կյանքի համար կարևոր գործողությունների մեջ։ Սայլակով պարել, սայլակով խփնել, սայլակով բարձրանալ, մեկ ձեռքով կարողանալ լվացվել։ Այսինքն ամբողջապես կյանքի սենյակը 2025 թվականին բացվեց եւ մենք ամբողջականացրեցինք վերականգնողական բուժման բոլոր ծառայությունները։ Այստեղ տղաներին սովորեցնում են ապրել հաշմանդամության պայմաններում, հավատալով սեփական ուժերին, թուլացած մկաններով կոճակ կոճկել, հագուստ արդուկել, խոհանոցում ու լոգոսենյակում ինքնուրույն գործել, սայլակից մեքենա տեղափոխվել։ Ամեն մի շարժում այստեղ նոր քայլ է դեպի ինքնուրույն կյանք։ Այստեղ մեքենայի խնդիրն է, որ ինքը սայլակից ինքնուրույն անցնի մեքենա ծավալի սա տեղավորվում է։ Այստեղ արդեն սովորում եմ ինչպես ինքնին տեղադրել մեքենայի մեջ եւ ինչպես մեքենայի մեջ տեսնել, որպեսզի միանալ կարողանան աշխատանքի Երկու օր առաջ պաշտպանության նախարարությունը քննարկում է եւ մեր օրակարգի առաջին ամենակարևոր խնդիրներից մեկը դա է, որ սահմանափակումով ընդհանրապես մարդկանց ծառայության ներգրավումը եւ ամանավան զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի բնույթն է փոխվում եւ ասենք օրինակ այս սենյակից կարելի է մարդկական հերթապահություն դարձնել ԱԹՍ-ով եւ այլն ամենակարևոր բաները։ Վարչապետին ներկայացվեց նաև կենտրոնի նորաբաց ճաշարանը, որտեղ զինհաշմանդամներ նորական 3 անգամ սնվում են։ Սնունդը, ինչպես եւ զինվորի տանը մատուցվող բոլոր ծառայությունները նրանց համար ամբողջությամբ անվճար է։ Միաժամանակ նշվեց, որ քաղաքացիական անձինք եւս կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից վճարովի հիմունքներով։ Ստացված ամբողջ շահույթն ուղղվում է զինհաշմանդամների խնդիրների լուծմանը, ստեղծելով ինքնաբավության եւ փոխաջակցության յուրօրինակ մոդել։ Զինվորի տան ֆինանսավորումը քանի տոկոսն պետական կարող ծրագրերով եւ քանի տոկոսն է որ այլ ծրագրեր 40-60 ընդհանուր հարաբերակցությունը մեր բարեգործական մուտքերը 40% են կազմում եւ մեր 60% մուտքերը կազմում են մեր վճարովի ծառայությունները եւ պետական պատվերը, որից 4 միլիարդ բոլոր տարիների դա պետական ծրագրերի շրջանակում արվել մնացածը եղել է գործառնական, որոնք վճարել քաղաքացիներ, որոնք այսպիսի բուժում Պակիստանային դուրս էին սուտից հետո ասենք ավտոավարիայից, որտեղ մենք երբ որ սկսում ենք սկսում ենք հիմնականում բարեգործականով են ունենում, հիմա բարեգործականը գնալով նվազում է եւ ավելի շատ գործառնական ինստիտուցիոնալ է գալի եւ կարող է դա արդեն ինստիտուտ արդեն կայացած հիմնարկ։ Այցի ընթացքում վարչապետը շրջեց նաև զինվորի տան վիրաբուժական բաժանմունքում, որը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով։ Այստեղ իրականացվում են վիրահատություններ թե զինհաշմանդամների, թե քաղաքացիական անձանց համար։ Իսկ վերջիններիս բուժումից ստացված եկամուտը կրկին ծառայում է կենտրոնի շահառուների բարեկեցությանը։ Նշվեց, որ զինվորի տան ֆինանսավորումն իրականացվում է համատեղ ուժերով, պետության, բարերարների եւ կենտրոնի կողմից քաղաքացիական անձանց մատուցվող ծառայություններից ստացված հասույթի միջոցով։ Սա պետություն, հասարակություն գործակցության հաջողված օրինակներից մեկն է։ Այստեղ շատ առանձնահատուկ է լամինախոսքը, որը որ զերծությունն է միանգամից ապահովում, սա միջազգային ստանդարտ է։ Լամինախոսքը շատ թանկ է անել, լամինախոսքը օպերացիաները ամեն հեպաֆիլտրերով միշտ դրական ճնշում ունի։ Ընդհանուր առմամբ արվել է 1237 վիրահատություն բացման օրվանից, 24 թվականի մայիսի 60-ը եղավ։ Օրը եզրափակվեց տոնական ճաշով, միևնույն սեղանի շուրջը նստած էին պատերազմից հետո վիրավորում ստացած զինհաշմանդամները, նրանց ընտանիքի անդամներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մթնոլորտը պաշտոնական չէր, այն լի էր մարդկային շփումով, անկեղծ զրույցներով եւ հուզող հարցերով։ Այս միշտ բացակայելա գալ սոճ։
Զինվորի տունը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունը զինհաշմանդամների ֆիզիկական եւ սոցիալական վերականգնումն է, նրանց լիարժեք վերաինտեգրումն ու կյանքի որակի բարձրացումը։ Այսօր կենտրոնն ունի 10,000 շահառու, 90-ականներից մինչև մեր օրերը զինվորական ծառայության, պատերազմի կամ խաղաղ պայմաններում վիրավորում ստացած անձինք։ Զինվորի տունը վաղուց արդեն պարզապես վերականգնողական կենտրոն չէ։ Այն մի վայր է, որտեղ ցավը վերածվում է ուժի, իսկ վերքը նոր կյանքի մեկնարկի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։